Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում։ Շատ ուրախ եմ, որ մեզ հետ եք, շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, անկեղծ պիտի խոստովանեմ, որ մեր տաղավարի ջերմ մթնոլորտը ապահովում եք նաև դուք ձեր զանգերով, ձեր անմիջական այդպես հանդիպումների ժամանակ ձեր խորհուրդներով։ Շնորհակալություն բարեկամներ։ Իմ ջերմ բարևները, ջերմ ողջույնները մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցներին, մեր երկրի բոլոր հայրենակիցներին։ Ապրեք, շարունակեք այդպես հետևել մեր հաղորդումները եւ այն կտեսնեք, որ կդառնա ել ավելի բովանդակալից։ Ձեզ ենք ներկայացնում ուտեստներ մեր ազգային խոհանոցից աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր խոհանոցից Արարատյան խոհանոց, այսինքն հայկական խոհանոց։ Այսօր մեր տաղավարի ամբողջ այսպես մթնոլորտը մենք կաշխատենք դրական լիցքերով ապահովել իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Արտավազդ Սարուխանյանը, Արատտա ռեստորանի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հիմնադիր անդամ։ Ողջույն։ Ողջույն, ինչպես Տեր Մամուլյան, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ եմ, լավ Արտավազդ ջան, շատ ուրախ եմ, ես քեզ ուղղակի նշեմ, ասեմ, որ հեռուստադիտողների նաև խնդրանքով եւս մեկ անգամ պիտի միասին պատրաստենք։ Մեծ սիրով ողջունում եմ մեր հեռուստադիտողներին, միշտ պատրաստ եմ ձեզ համար պատրաստել կերակրատեսակներ եւ հեռուստատեսությամբ եւ այսպես կյանքում առանց տեսախցիկների, հա։ Այո։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք կերակրատեսակ, որը կոչվում է նազելի, խորոված, հավի կրծքամի, սունկ, պանիր, բանջարեղեն, սիրտ, հոգի, ժպիտ, կյանք, սեր։ Լավ, այստեղ ինչով պիտի օգնեմ, ինչ պիտի պատրաստեմ։ Սունկը խնդրում եմ կտրատեք։ Սունկը կտրատեցի։ Ես ձեզ ամանել տամ, որտեղ կտրատած սունկը կարող եք լցնել։ Ավելի մի քիչ էլ մանրացրեք, Տեր Մամուլյան։ Տապակելու եք։ Ոչ, հում վիճակում օգտագործելու ենք հավի կրծքի մեջ ենք տնելու։ Իսկ ես մինչ այդ հավի կրծքամիս այսպես բացեմ։ Վիճակում ես օգտագործելու նույնիսկ։ Այո։ Այն նոր ոճը, որ մենք տեսնում ենք եւ դրանով պիտի նաեւ զարգացնենք մեր խոհանոցը, ու Արարատյան խոհանոց անունը, որ մենք տարածում ենք եւ ուզում ենք, որ լայն մասսաներին, լայն շրջանակներին հասու լինի, դա բարեկամներ մեր խոհանոցն է, բայց ինչու հենց Արարատյան, ինչու ոչ հայկական։ Հայկական խոհանոց ասելիս ցավոք սրտի շատ մարդկանց մոտ ուղղակի քյաբաբի շատ ներողություն արտահայտությանս քյաբաբի այսպես մետրերով կարծիք է առաջանում։ Այնինչ մեր խոհանոցը շատ ավելի խորքային, շատ ավելի համեղ, շատ ավելի բազմազան է։ Եվ այսպես մենք կամաց-կամաց պիտի տարածենք Արարատյան խոհանոցը։ Հիմա սունկը կտրատեցինք։ Սունկը շատ շնորհակալություն կտրատելու համար։ Մի քիչ կարող եք բանջարեղեն կտրատել խավարտի։ Խավարտի համար։ Ինչ տեսքով շրջանակների։ Ոնց դուք հիմա կցանկանաք։ Գիտեք, շատ դեպքերում, երբ որ մարդը ինչ-որ մի բան ուզում է ստանալ դիմացինից, ասում է ինչ որ կցանկանաս։ Դա ամենա անհարմար այդպես խնդրանքն է։ Մի փոքր համեմի սերմ։ Ահա։ Փաթաթում եմ հավի կրծքամիսը։ Ամրացնում եմ չոփերով, որ խորոված անելուց ուղղակի չբացվի։ Մյուս հավի կրծքամիսը փաթաթեմ։ Արտավազդ, մենք նախին հաղորդումներից մեկում նորից բանջարեղեն այսպես խորովեցինք, սմբուկը շատ արագ խորովվեց եւ հեռուստադիտողների մոտ կարծիք կարող է առաջանալ, թե արդյոք եփվեց, այսինքն, բայց մենք փորձեցինք եւ հատկապես մեր նկարանող խմբի կարծիքը, որ մեզ համար մեծ նշանակություն ունի, զարմացած ասած, որ այս տեսքով սմբուկը անմահական է։ Հիմա նորից պիտի այսպես պարզ ուղղակի առանց աղի ուղղակի եւ շատ արագ գեղեվապատում են երկու կողմից եւ նա պատրաստ է արդեն։ Ես ինչ այդ հավի կրծքամիսը արդեն խորովեմ։ Լավ։
Եվ ձեր թույլտվությամբ ես լվացվեմ։ Ես թույլատրում եմ Շնորհակալություն։ պահանջելու չափ։ Կրկին շնորհակալություն։ Տեսնեք այս անգամ ինչպես կստացվի։ Այո, խնդրեմ բանջարեղենները։ Բանջարեղենն էլ է պատրաստ։ Այո։ Շատ բարի։ Ինչպես եւ նախորդ դեպքերում միշտ ես նշել եմ, որ թե բանջարեղենը թե միսը պետք է արագ երկու կողմից կեղևապատել։ Կեղևապատում ենք։ Շատ շնորհակալություն, ընկեր Մամուլյան։ Խնդրեմ։ Դասավոր ենք ցանցի վրա։ Այո, շատ են խոսում, խոսակցություններ։ Ընդհանրապես դա շատ լավ է, որ քննարկումները շատ են ուտեստների, ջերմային մշակման եղանակների եւ ընդհանրապես, քանի որ մարդու առողջության հետ է կապված, պիտի շատ դրա մասին խոսվի։ Այ ածուխի վրա խորոված, թե այդ գրիլ ապարատի վրա տապակված, քո կարծիքով որն է ավելի օգտակար։ Միշտ օգտակար է այն ինչ որ բնական է։ Դա է իմ կարգախոսը, դա տենց եմ ես մտածում, կան մարդիկ, որ ինձ հետ կարող է չհամաձայնվել, ես չեմ պարտադրում իմ կարծիքը նրանց, ես չեմ էլ ուզում որպեսզի պարտադրվեմ իրանց կողմից, բայց ես ուզում ես ասես աստղերը չեն պարտադրում։ Աստղերը հուշում են։ Այո, եւ ամեն դեպքում ես այն կարծիքին եմ, որ ավելի ճիշտ է բնականը, ավելի ճիշտ է լինել բնության հարցրեցի, որովհետեւ օրինակ այդ գրիլ ապարատներից մի եղանակ կա, որ գազով է, չէ՞, այնպես գազով։ Եվ մարդիկ, ովքեր որ կասկած են հայտնում ածուխի վրա այդ խորովելու process-ի նկատմամբ, այդ մարդիկ հավանում են գազի, այսինքն նրա ես բնական է, որ այդքան խորացված չեմ կարող տենց քիմիական process-ները բացատրել, բայց իմ կարծիքով գազի, այրված գազի, այդ շմոլ գազի առկայությունը կարծում եմ երբևիցե չի կարող ավելի օգտակար լինել, քան բնական փայտածուխի վրա պատրաստված եւ գումարած դրան, որ բանջարեղենը հատկապես ինքը ուղղակի խորովում է, նրանից չի արտազատվում յուղ, ծուխ չի առաջանում եւ հետեւաբար իմ կարծիքով շատ ավելի օգտակար պիտի լինի։ Եվ հետո մենք միշտ ասել ենք, այ պապս ապրել է 100 տարուց ավել, պապուս պապ ապրել է 130 տարի։ Իսկ մենք ոչ մի անգամ մեզ հարց չտվեցինք, իսկ ինչի է այդպես եղել։ Այդտենց էլ է եղել, որովհետեւ միշտ ճաշակել են նազելի, բանջարեղենով եւ ածուխի վրա խորված։ Այո, իրականում երկարակեցության մասով էլ մենք մրցունակ ժողովուրդ ենք եւ դա իհարկե մեր ազգային խոհանոցի, մեր բնաշխարհի, մեր բնակլիմական պայմանների եւ մեր մեծ առաքելության շնորհիվ։ Համաձայն եմ ձեզ հետ, ափսեն պատրաստ եմ արդեն։ Որովհետեւ մեր կերակրատեսակը մոտորապես 5 րոպեից արդեն պատրաստ է։ Դուք տեսնում եք ինչքան շատ արագ է պատրաստվում։ Այսինքն պատկերացնում եք ձեր մոտ դուք նստած եք որպես հյուր, ձեր մոտ խոհարարը, լինի դա արտավազդը թե ոչ, պատրաստում է արագ, որակով եւ շատ օգտակար։ Ինչ է մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է ուղղակի կամ մնում է ուղղակի վայելել։ Ձեթը կտակ, ձեթն էլ մեզ հիմա հարկավոր։ Ձեթը կտամ, բայց վրցինը այդպես էլ չօգտագործեցիր։ Կերմամուլ է, վրցնի հարվածներ։ Մեկ, շրջենք, մյուս կողմից էլ է շրջենք։ Եվ կրկին ես բանջարեղենը միջև վերջ չեմ խորովելու։ Մի փոքր թողնելու եմ հում։ Համառորեն դու շարունակում ես քո Որպեսզի մեր հյուրերը ստանան այն օգուտը, ինչի համար նրանք բանջարեղենը ճաշակում։ բույրը, համը։ Բացի բույրը, համը, նաև օգուտը։ Այո։ Մի հատ էլ ձեթ։ Ճիշտ ես, իրականում չկան այնպիսի բանջարեղեններ,
որոնց մենք չկարողանանք օգտագործել նաև հում վիճակում։ Վերջ։ Ձեթը տնեմ այս կողմի վրա։ Բանջարեղենը արդեն հանում եմ կրակից։ Այսպես դդմիկը եւ իմ ամենասիրելի Բանջարեղենը։ գլուխսող ոչինչ չեմ կարող անել, շատ եմ սիրում։ Ես գիտեմ, ձեր սերը փոխադարձ է։ Զգացել եք։ Այո։ Հավի կրծքամիսը մոտավորապես 3 րոպեից պատրաստ է լինելու։ Կրակը շատ ուժեղ է, որը եւ այդպես էլ պետք է լինի։ Հիմա ավելացնենք այստեղ աղ, աշտարակ սոուս, խակմոշ, մեր խավարտը արդեն պատրաստ է։ Խառնենք մի քիչ։ Խնդրեմ, մինչև ես հավի կրծքամիսը հանեմ։ Եվ հավի կրծքամիսը։ Հեռացնենք հայտիկները։ Ոչ ճաշակելի մասերը կերակրատեսակի։ Եվ դասավորենք մեր բանջարեղենը։ Սմբուկ։ Պղպեղ։ Գազարը։ Սունկը։ Դդմիկը եւ վերջում սոուսել ենք անելու։ Սոխը 1 Սա այսպես սոխը առանձին եմ դնում, որտեղ ոչ բոլորն են ինպես սոխ Սոխի սիրում։ սիրահար։ Հա։ Մոշը այսպես մի փոքր սոուս այսպես եւ կարծում եմ այստեղ պակասում է մի քիչ սևի վար եւ կանաչ։ Այո, վերջ, ինչպես ասում է մեր վարպետը։ Իսկ մեր հեռուստադիտողները սպասում են քո խորհրդին։ Այս կերակրատեսակը եւ ցանկացած բոլոր կերակրատեսակների հետ պատրաստված են սրտով եւ հոգով կհաղորդեն ձեր հյուրերին այդ դրականը եւ մտնելիս խոհանոց դրականը միշտ փոխանցեք կերակրատեսակին։ Բարեխոժակ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, ոչինչ ավելացնելու չունեմ։ Միայն ինձ մնում է ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտավազդին, ցանկանանք, որ նա միշտ բարին եւ դերականը փոխանցի ուտեստներին։ Շնորհակալություն։ Ապրես Արտավազդ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել եւ ցավոք պիտի նշեմ, որ ժամանակը սպառվեց, բայց ինչ ավարտելը ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արատտա ռեստորանի տնօրինությանը մեր հաղորդմանը աջակցելու համար եւ ուզում եմ, որ մենք գիտակցենք, որ գալիք դարերը մեր հաջողության, մեր հաղթանակի դարերն են։ Իսկ դրա համար մենք պիտի պատրաստ լինենք ինչով միակամությամբ, համբերատարությամբ եւ լավատեսությամբ։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Նազելի հավի կրծքամիս 500 գրամ, սունկ 100 գրամ, ձեթ 20 գրամ, դդմիկ 30 գրամ, ստեփղին 30 գրամ, սմբուկ 30 գրամ, սոխ
40 գրամ, տագդեղ 30 գրամ, մոշ, աղ, պղպեղ, վարյախորշակ։